Լավ, եկեք խոսենք այս վերջի իրադարձություններից, ես հուսամարտակը կմիանամ, ես եթե չի ստացվում, ուրեմն ես մենակ խոսեմ, եկեք խոսենք այս վերջի իրադարձություններից, ինչա կատարվում Երևանում։ Ուրեմն դիպուտատը Վահագնը բոլորը ճանաչում եք։ Մտան, հա, բանում պարլամենտում խոսում է, դիպուտատը ենք խոսում է։ Իր մայրիկի վրա հարձակում է եղել։ Մայրիկը 70 անց կինա։ Ես ձեզ sense ասեմ, ես անգամ Ռոբերտ Քոչարյանին, դուք գիտեք ես ինչքան եմ ատում այդ մարդուն։ Սերժ Սարգսյանին, ոչ մայրին, ոչ կնոջը, չի կպնի, որովհետև ես հայ եմ։ Այդ կնոջը կպնելուց դուք չեք հասկանում, դուք ինչ եք անում։ Քու հերը ասում է տղա ունեմ արա։ То есть 7 հոգի հավաքվել եք ջայլ տղեկով 70 անց կնոջը կպել եք։ Մերը գիդի հերետով արա։ Տես բան մենակ ուբլուդը կկարա իրան թույլ տա։ Տարիքով կնոջը կպնեն։ Դուք իմ քրիտիկան գիտեք ինչ ձև եմ վերաբերում, հա, էֆրում երբեք ես հայերեն չեմ ասել, բան չեմ արել, բայց իմ քրիտիկան դուք գիտեք։ Դրանց։ Բայց կնոջը կպնել, тем более տարիքի։ Դա ես չգիտեմ, դա ամոթ է, դա գյուր բգյուր։ Ուրիշ բառեր չունեմ ասելու։ Ողջույն բոլորին։ Գորջան, ես այսքան չեմ ուրախացել, անգամ երբ որ գիտական աստիճանը ստացա, այս աստիճանի չեմ ուրախացել, ոնց որ երբ որ ստացվեց քո եթերին միանալ, էլի վերջապես։ Արտակ ջան, բանը խոսում էի, ինձ թվում է դու ավելացնելու բան կունենաս Վագնի մասին, պատգամավորի, որի մայրիկին կպել են։ Ու ասում եմ, Արջան, Երևանի տղա ես, ոնց որ ես, հա։ Հիշում ես հայաթում, որ մի հատ տարիքով կին էր գալի, ով ուզում էր լիներ։ Կային հայաթում ճնշված տղեկ մի քիչ բան, որ միշտ ճնշում է, բայց եթե իր մաման է գալիս, մայրն է գալիս, այն պակետները ձեռքից վերցնող ուղում ենք տուն, չէ՞, ուղեկցում ենք տուն, մի բան ենք անում, то есть մեր հայ տղեկը, ես չեմ ասում մենակ Երևանում, ինձ թվում է Գյումրիում էլ եղել, Վանաձորում էլ եղել, Իջևանում էլ, Սյունիքում եւ այլն։ 70 անց կնոջը կպնելը, твои комментарии, ապր։ Գորջան, այն ինչը դու նկարագրեցիր, հա, ես իմ աչքով եմ տեսել, ես երբ որ փոքր էի, ապրում էինք Աբովյան փողոցի վրա, այն Զեփյուր Վարսավիրանոցի շենքներ։ Ուրեմն մորս մորքուրներ մեզ հետ ապրում, մեկ էլ դե ասենք ես դասի էի գնում, հա, ծնողներս գործի բան, գալիս ենք տեսնում ենք տանը մի քանի հատ մեծ ձմերուկ կա, դե մորս մորքուրն էլ տարիքով կիներ։ Հա, այ մորքուր, այս ձմերուկները ոնց էս բերե շալակի, ասում ես չի շալակի։ Խանութում ասում արան դե ջայր տղա կար, առաջարկեց բերել էլի դա։ Ու իրոք, հա, այդ ոնց որ ասում ես, այդ մոտեցումը կար, եթե տարեցկին է, եթե ինչ որ օգնելու բան կա, միանշանակ։ Դա, հա, Երևանում այդ սովորույթը կար, կարծում եմ, որ շատ տեղեր կար։ Հիմա ինչ որ, հա, էլի, ոնց որ դու շատ ճիշտ նկատեցիր, սա անհասկանալի է, սա մեր մեջից չի, որտեղից է սա գեներացվել, պարզ չի։ Եվ սա իհարկե նողկալի է, ինչ ասեմ, դա բոլոր բարոյական պատնեշներից են կոմ է, էլի գտնվում։ Իմ կարծիքը նա է, Արտակյան, որ հա, իրոք սա հայկական չի, սա Երևանինը չի, սա ընդհանրապես Հայաստանը չի։ Սա եկել է Ռոբերտ Սայիդովիչ Քոչարյանից։ Իր այն համբալների մեջ սա մսրել է ադրբեջանականը։ Հայերը տենց մեծ կնոջը չեն վերաբերվում։ Չի կարա մեր մենտալիտետով մարդը տենց բան անի։ Ցավն է, Գորջան, ախր ես ինչքան գիտեմ, նորմալ ադրբեջանցիներն էլ տենց չեն վարվում։ Երբ որ մենք Կավանում տուն ստացանք, ապրում էինք այնտեղ, կողքի պադիեզդում ադրբեջանցի ընտանիք էր ապրում, շատ նորմալ էին իրանց պահում։ Дело в том, что նորմալ ադրբեջանցի ես այդ հասկացողությունը արդեն չունեմ, նորմալ ադրբեջանցի իմ համար չկա։ Հա, բայց դու խոսում ես շատ, հա, ինտելիգենտ, ոնց որ դու միշտ, հա, որ իրանց մեջ կարային նորմալ ադրբեջանցի լինեին, իրանք էլ դες բան չեն անեն եւ այլ եւ այլ։ Ուղղակի այս 44 օրվա պատերազմը ինձ ընդհանրապես սպանեց։ Ես իրանց չեմ կարող վերաբերվեմ, որտեղ մի հատ նորմալ մենշներ գտեմ չեմ կարող ապրել։ Բայց, հա, դաժե ինձ թվում է անգամ թուրքը իր ազգին, ցես չի վերաբերվի։ Կնոջ
Հա, այս բարքերը խորթ են, հա, առհասարակ խորթ են այս բարքերը, մեր տարածաշրջանի համար ամբողջովին էլի, չգիտեմ, սա ոնց է արմատացել մեր մեջ, եթե կարելի է մեր անվանել, հա, նրանց ովքեր իրանք թույլ են տալու նման արարքներ, իրանք այդքան էլ մերը չեն, էլի, ես ոնց հասկանում եմ, բայց ցավոք այդ երևույթը կա։ Ինձ թվում է այդ ադրբեջանցիներից էլ մտավ Ռոբերտ Սայդովիչ Քոչարյանից էլ հենց մտավ Հայաստանի մեջ ու իր մանգլաբիկներին այդ պսիխոլոգիան մտցրեց, որ կարելի է կինա երեխա է, բանա եւ այլ, հա, այդ ամեն ինչ անել, սա անցնում է զամիետը դեպի նիսլիդին։ Այդ դրա համար Երևանում տես բան հնարավոր եղավ։ Վագնար Ալեքսանյանը ոչ ընկեր է սա, ոչ բանա եւ այլ։ Հիմա իր տեղը կարողներ, չգիտեմ, Նարեկ Նարեկյանը։ Բայց իր մայրին դες վերաբերվել ով ուզում ալնի։ Արա հետ ասում տղա ունեմ։ Այդ ոնց կանանք տես բան մենք մեզ տուլ տանք։ Բայց գնացել է տուն, հերը չի ասե, էս ինչ արիր։ Ցավալի է, իհարկե ահավոր ցավալի է, ես կարծում եմ, որ եթե ոչ ուղղակիորեն, այլ անուղղակիորեն, հա, դու ճիշտ ես, այդ բռի բարքերը, ոնց որ Ռուբեն Հախվերդյանն էր ասում, այս կեղտոտ ասիական մութ բարքերը ու դեմքերն ինչ սազում են դրանց, այդ կեղտոտ ասիական մութ բարքերը իրոք բերվեցին այդ տխրահռչակ կլամի հետ մեկտեղ, հա, որոնք չունեին բարոյական նորմեր, չունեին սահմաններ, իրանց արարքների մասին թե ավելորդ է, էլի, ես չգիտեմ 60-րդ անգամ հիշատակեմ, որտեղ բոլորին հայտնի է ինչ օրը գցեցին իրանք Հայաստանը եւ ինչ օրը իրանք գցեցին մեր հասարակությունը։ Այո, իմանայի, քանի որ ես էֆիրներում շատ անգամ ասել եմ, որ մեր բաներն են փոխվել, մեր իդեալներն են փոխվել։ Գոհական կինոները ցես մտել են, մեր ջայլությունը երիտասարդները, նարկոտիկի կազինո. А для наркотиков и для казино нужны деньги. Իսկ քանի որ դու հիվանդ ես, արդեն թե նարկոտիկը թե կազինոն, իսկ մեր մոտ շատ վաղ հենց երկուսով ես հիվանդ։ Արդեն սրբություն չունես, այնքան որ ում ուզում ալնի գցես, ինչ ուզում անես եւ այլ, բայց որ այդ նարկոտիկի փողը հերիքի ու կազինո գրած խաղաս։ Մեռածելով կազինոն պետքա փակվի։ Հայաստանում ոչ օնլայն կազինո, ոչ բան կազինո, չպետք է լինի, Ադրբեջանը դա արեց։ Թշնամուց էլ է կարելի սովորել ինչ-որ բաներին։ Այսօրվա Իլխամիկը, Ադրբեջանի նախագահան, հիմա որ կա, ինքը մի օր $5 միլիոն կազինոյում կրվավ Բաքվում։ Հիշում ես այդ պատմությունը։ Մյուս օրը Ալիևը փակեց ամբողջ Ադրբեջանում սա կազինոները։ Բա հիմա Երևանում, Հայաստանում մեր երեխեքն են այդ կազինոյում խաղում։ Մեր երեխեքը որ աշխատում են, մեկը 500,000 դրամ աշխատում, մեկը 300,000 դրամ աշխատում, կողքը կարակ մի հատ 0 դնեք ժողովուրդ ջան, կարա լինի 5 միլիոն։ Կազինո կրվողը թիվը կապ չունի։ Ինքը մի ժամում կրվում է, թե։ Պրոստը եթե աշխատել է 100,000 դրամ, ինքը ստավկեքը քիչ է դնում, կրվում է, եթե ինքը ստանում է միլիոն դրամ, ինքը ստավկեն բանը մեծացնում է, էլի կրվում է։ Հայաստանի Հանրապետությունում կազինո չպետք է լինի։ Ու ես մի հատ կազինոյի տիրոջ մասին ասեմ, անունը հիմա չեմ տա, հələ որ չեմ ասում։ Вот как раз этот человек, վերևները շատ կապեր ունի, բաներ ունի եւ այլ, մի քանի հատ կա, չէ՞, այսպես ամենահայտնիները, հա։ Ինքն էլ ֆինանսավորում է գամասեքսուալիստներին շոու բիզնեսում։ Ոչ մի աղջիկ չի ֆինանսավորել ոչ մի անգամ։ Արա պրոցեք էսի, փագեք էսի Հայաստանում։ Ջորջան, Էլենա, անունը չեմ տալիս։ Причем ես բան չեմ, որ էսի գիտեք, գեյ ապետի գնանք ցեցենք, բան, չէ, բայց ամեն ինչ չափսունի, չէ։ Ես քո համար ես գեյ, բայց եթե այս բաները կազինոն ես առաջ տանում, գերին ես առաջ տանում, նարկոտիկի կլաբները քոնն է եւ այլ, հա ինչքան։ Կարծում եմ մենք հիմա խաղում ենք, նո նախ ասեմ որ հա ցավոք այդ բոլոր երևույթները, որը դու թվարկեցիր, այսօր լուրջ խնդիր են դառել, թե Երևանում, թե առհասարակ Հայաստանում։ Կարծում եմ մենք հիմա խաղում ենք այն դաժան տարիների պտուղը, երբ որ դպրոցական տարիքի երեխաները ստիպված էին դպրոց գնալու փոխարեն, ասենք ինչ որ մի հատ փոքր սեղանիկի մոտ կանգնել եւ վաճառել այնտեղ, չգիտեմ, ծամոն, չուկի, հա, այնտեղ, ել չեմ ասում ուրիշ ինչ, հա, իրար կողք այսպես դրած, որ իրանց գոյությունը կարողանան պահպանել։ Այն ինչը որ մեր ազգի հետ արեցին, հետեւաբար այսպես սկսած Լևոնից, շարունակելով Ռոբերտով, Սերժով, հա, դա հələ երկար մենք դրա այդ այրոցքը իսժոգան, հա, մենք հələ զգալու ենք։ Ոնց ասեմ, հուսերեն լավ բառ կա, էլի,
мы развратили поколение ոնց որ մենք բարոյա զրկեցինք մի սերունդ բարոյա զրկեցինք եւ եթե մի սերունդ ընդամենը դա լավ կլներ էլի ցավոք սրտի չէ ավել քան մի սերունդ եւ հիմա այդ բարոյա զրկված սերունդը այդ ինչ ասեմ էլի թմրանյութի մշակույթը որը դե մենք հիշում ենք այդ ամեն ինչը սովետի վաղտվանից ասենք շատ տարածված էր գյուղերում կար քաղաքում էր բան էին կանեփ էին ծխում իսկ ծանր թմրանյութերը դա հազվադեպ երևույթ էր էլի ասենք մորֆին նման ինչ որ բաներ ու հազվադեպ ու ասենք բոլորը այդ չգիտեմ շենքի բնակիչները մատով ցույց են տալի ասում են այսա սրսկվողա այսօր երիտասարդության մեջ դա այնց է տարածվել որ ավելի հեշտ է մատնացույց անել նրան ով որ ոչ մի ձև թմրանյութ չի օգտագործում հա քան թե նրան որը ինչ որ այդ բազմաթիվ ձևերից մեկը օգտագործում է կարծում եմ մենք հələ շատ պետք է աշխատանք կատարենք կրթելու այս երիտասարդ սերունդը հա որ խելքի բերենք ու չգիտեմ երբ մենք ունենանք արդյունքը ցավով եմ ասում սա բայց անկեղծ չեմ պատկերացնում երբ մենք ունենանք այդ վերջնական ինչ որ մի արդյունք Արգյան եթե գնանք նրանով որ քանդելը ավելի հեշտ է քան կառուցելը եթե երկու սերունդ է քանդվել երևի 3-4 սերունդ պետք է կառուցվի ցավոք տենց է բայց հա մի հատ թեմայից խոսանք Արգյան եթե թույլ կտաս ուրեմն մայիսի 9-ը Նիկոլի գնալը Ռուսաստան ես իմ կարծիքը ասեմ եղբայր ջան ու դու ասես քոնե եթե Նիկոլը գնաց հանգարց Մոսկվա ժողովուրդ ջան բոլորի դեմ եմ ասում եթե Նիկոլը մայիսի 9 գնաց Մոսկվա դուք բոլորդ գիտեք բոլոր ինձ նայողները գիտեն հա ժողովուրդը որ ես Նիկոլին իշխան պատժկայանում բան հա քրիտիկան շատ եմ արել բայց նրանով ամեն ինչը կավարտվի Իմ համար Նիկոլ Փաշինյան գոյություն չի ունենա։ Այնտեղ Մոսկվայի պարադում լինելու է Ադրբեջանի սպեցնազը, հրապարակում քայլելու է Նիկոլ Փաշինյանը դա ընդունելու է, իմ համար դա ընդունելու չի։ Բացի դրանից, անգամ ռուսների ամենատուզիկները, մանգլավիկները, 3 պրեզիդենտ հիվանդացան։ Ոչ ոք չի խանգարում մեր վարչապետին հիվանդանալ կոմենտի մեջ է գրել հորքուր հիվանդանոց ներող ախպերես հորքուրս հա եւ այլն դե պարզա որ դա սպիտակ թելերով բան արած կարածա հա բոլորը կհասկանան խի հիվանդացել բայց այդ իմ համար կարեւոր է որ այս պետության պարադին որ իրանք սարքել են մի հատ դրոշ որ մեր հայերը իրանց հաղթանակի համար զոհվեցին 300,000 հայ իրանք մոնոպոլիային վերցրել Այդ հաղթանակին մենակ իրանք են հաղթել։ Ոչ մի ազգ չեն հաշվում։ Հայ, վրացի, ուզբեկ, ամերիկացի, անգլիացի եւ այլն չէ, մենակ իրանք են հաղթել։ Այդքան զոհվեցինք, հիմա էլ մենակ իրանք են ասում, մենակ մենք ենք հաղթել։ Մենք էլ չուրկա ենք։ Հիմա էլ Նիկոլը գնալու է այդ պարադին կանգնի, մի հատ էլ Ադրբեջանի զորքն անցնելու ունդեղ, մի հատ չգիտեմ, полка անցնելու, բատալյոն անցնելու եւ այլն։ Հա, для меня абсолютно изменится отношение, если он это сделает. Твои комментарии, Артем. Դե նախ եւ առաջ այդ թեման արդեն զավեշտ է դարձել նրանից հետո որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց որ նա չի կարող երաշխավորի ոչ մի բան Ռուսաստանի տարածքում այդ թվում այդ շքերթի օրվա անվտանգությունը մասնակիցների քանի որ Ռուսաստանի տարածքի հետ ինքը կապ չունի եւ ինչա կատարվում Ռուսաստանի տարածքում դրա համար ինքը պատասխանատու չի դրանից հետո ասել քեզ ես դրա համար այս ընթացքում հաշվետում եի ու ծիծաղում եի հա երբ որ պատմում էի այդ ամեն ինչը դրանից հետո ոնց որ դու ասեցիր այսպես հերթով ինչ որ վարակը սկսեց կոնկրետ այդ նախագահներին եւ առաջի դեմքերին ովքեր որ հրավիրված էին եւ իրանց արդեն հավանությունը տվել էին հա մասնակցելու շքերթին հա հիվանդությունը սկսեց հա կետային սկսեց խոցել էլի ինչ ասել Եվ ամենազավեշտալին էր, երբ որ Պուտինը հայտարարում է, որ նո ինքը չհայտարարեց իր կողմից, ասենք, իր աշխատակազմի կողմից հնչեցվեց մի հայտարարություն, որ Պուտինը մասնակցելու է այդ շքերթին հեռավար կարգով, տեսակապով։ Հա։ Հիմա անցնենք լավ մեր հարգարժան վարչապետին մենք երկար տարիներ տեսնելով ոնց է ինքը մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, հա, ոնց է ինքը չորում Պուտինին, ասում ենք լավ էլի, այ Նիկոլ, այտենց չի կարելի։ Մի քիչ պետք է դիպլոմատ լինես, մի քիչ տենց հա էլի, ցույց չտաս, որ այտենց դու լարված ու տրամադրված ես, մի քիչ երեսին փշի անես էլի, հա, հիմա մեջքի հետևը ինչ կանես։ Հիմա չգիտեմ, էլի մեր ասելներ ոնց էր, բայց ոնց որ են ամենաանհաջող պահին էլի ինքը այդ խորհուրդը ընդունեց այս բանի շքերթի մասնակցելու։ Աջան, եթե թույլ կտաս, то дело в том, что есть золотая середина, չէ՞։ То есть չի կարելի հիմա Ռուսաստանի հետ
sense կոպի չորով մտնել բան, հա, դա բոլորս հասկանում ենք։ Բայց նաև չի կարելի այդ պարադին գնալ։ Մորն զալտը, այ մարդիկ, արիչին մարդիկ, ասեն հիվանդացին չգնացին, շատ է ուզում, հորս արև ուզում էի։ Այս վերջերս հենց այդ թեմայի շուրջ Գորջան Facebook-ում կարճ sense գրագրություններով փոխանակում եղավ, հենց այդ թեման էր արծարծվում եւ անդիմախոսը, այսպես ասեմ, հա, շեշտադրումը դնում էր այդ շքերթին մասնակցելու պատրաստակամությանը վարչապետի, ես հակառակեցի այսպես, որ լավ, շքերթին մասնակցելը դա մի գործոն է, բայց եթե մի հատ մենք մի քիչ ավելի լայն նայենք, Հայաստանը հետևողական արդեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վեհաժողովի ընթացքում ինչքան քվեարկություն է լինում Ռուսաստանի դեմ է քվեարկում, միանում է այն փաստաթղթերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի այդ ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ այլն, ու ոնց որ որպես հակակշիռ այսօր Փաշինյանը հավանություն է տվել այդ շքերթին մասնակցելու։ Ես չգիտեմ իրականում ինքը կմասնակցի թե չի մասնակցի, ճիշտ ասած Գորջան, մանավանդ այս հերթականությունով, որ Ֆիցոն մյուս ասենք ոնց որ դու շատ դիպուկ անվանեցիր Պուտինի մակլավիկները, հերթով հայտնեցին, որ չէ, իրանք ցավոք չեն կարողանալու գալ, այդ ասել քեզ հորս արև շատ էինք ուզում, բայց չի ստացվի, որտեղ հիվանդությունն է, ենթադրում եմ, որ այդ հիվանդությունը անես չի, որ Հայաստանը ձեռք ունենք մնալու համաճարակից, հա, որը վերջերս Աստված գիտես, մենք մեր մեջ պետք է պետականություն մի քիչ ունենանք, պետականամիտ լինենք, հա, որ հայրը Ժորժան, ցավոք, մեր շատերի մեջից, քանի որ 1000 տարուց ավելի մենք պետություն չենք ունեցել, հա, մեր մեջ ոնց որ այդ պետականության գենը հանած լինի, մենք անպայման տեր ենք իրար մանգալի, հա, բանը, արա սրա նրա տերով, իսկ այս պետության տերով, եւ այլ, չէ, մենք արանք պետություն ունենք, Իսրայելը դեզօրինակ, Հայաստանից երկու անգամ փոքր երկիր, այսօր վարող Թուրքիայի հետ հարցերը շատ լուրջ են իրար, ու եթե իրանք հանգարց հական իրար, ներողություն Երևանի լեզվից համար, եթե հական իրար, Իսրայելը Թուրքիային լղելու է, վրա երկանի կանցնի։ Էլ եմ ասում Հայաստանից երկու անգամ փոքր է այդ երկիրը։ Բանասիլենիու больше, по территории меньше։ Կարայինք այդ դառնայինք։ Մեր մոտ պետականության այդ բանացը, ու ես խոսել եմ մի անգամ էֆիրում, հիմա էլ ասեմ, ես մտածում եմ արտակարգ համաձայնվի հետս Ֆրանսիայում կար կարդինալ Ռիշելիե։ Ուրեմն 4 алкоголика и одна шлюха, ներողություն ժողովուրդ։ Կարդինալ Ռիշելիեի դեմ էին, հա, որ բանը Ալեքսանդր Ջման շատ գեղեցիկ բաներ գրել, но государственник. Он создал Великую Францию. Ասել եմ Ժորժյան էֆիրում տարիներ առաջ մի հատ էլ կրկնեմ։ Կարդինալ Ռիշելիեն մտցրեց ֆրանսիացու խելքի մեջ, ուղեղի մեջ, գլխի մեջ, որ կա Ֆրանսիա, որովհետև Ֆրանսիան այն ժամանակ, ոնց որ հիմիկվա Աֆղանիստանն էր։ Հիմիկվա Աֆղանիստանցին որ կանգնացնես հաշտես, ինքը չի ասում ես Աֆղանիստանցի եմ։ Ինքը ասում է ես պուշտուն եմ, այն մեկը ասում է ես խազար եմ, այն մեկը ասում է ես ուզբեկ եմ, այն մեկը ասում է բան։ Նույնը Ֆրանսիայում էր կատարվում։ Այն ասում էր я прованец, я шампанец, я гасконец. Кардинал Ришелье с Ферлеев գլխների մեջ մսրեց. В первую очередь я француз. А эти պետքա մեր Հայաստանի մեջ լինի. В первую очередь я армянин. Հայ եմ. Ու Հայաստանի բանը հետաքրքրությունը, դա ինտերեսը Արմենիայի. Прежде всего. Համաձայն ես այդ Սարտակյան։ Այն աշճանի համաձայն եմ, անգամ հիշեցի այդ կարդինալի Նրիվանունը Արման Ժան Դյուպլեսի դե Ռիշելիե։ Իրոք, հա, շատ աշխարհահռչակ կարելի ասել պետական եւ քաղաքական գործիչ էր։ Դե այտենց մեծություններ շուտվանից չենք տեսել, էլի։ Ինչ ճիշտ է։ Շատ դիպուկ հիշատակեցիր Իսրայելի օրինակը, Գորջան։ Մենք Հայաստանի բնակչությամբ բավականին հաճախակի հիշում ենք Իսրայելի օրինակը Օրինակ ենք բերում, որ այ Իսրայելում, բա ոնց է որ Իսրայելում մենք վարվում ենք ճիշտ հակառակ կերպով։ Մենք ապրում ենք ճիշտ հակառակ կյանքով։ Նրան, թե ոնց են ապրում իսրայելցիները։ Չմոռանանք, այն Իսրայելի պետության հիմնադրման այն առաջի վախտերն էր։ Ինչ սկզբունքներ ընդունեցին իրանք, ինչով էին առաջնորդվում։ Մարդիկ առաջնորդվում էին, ոնց որ դու ասեցիր, պետականության գաղափարներով։ Մարդիկ առաջնորդվում էին նրանով, որ ուսուցիչը, զինվորը, բժիշկը, իրանք պետքա բարձր վարձատրվեն, իրանք պետքա խնդիր չունենան, պետքա հարգված լինեն հասարակության մեջ։ Իրանք առաջնորդվում են այն գաղափարով, որ կոռուպցիան հավասարազոր է պետական դավաճանությանը։
Եղբայր ինչով ենք մենք առաջնորդվել այս Հայաստանի երրորդ հանրապետության, ոնց որ անվանում ենք, հիմնադրման օրվանից։ Հələ մինչև այդ, հələ սովետի վաղտերը հիշենք։ Մենք առաջնորդվում ենք նրանով, որ ինտելիգենտ երեխա լինելը կամ ինտելիգենտ բեռահաս լինելը կամ ինտելիգենտ պատանի լինելը դա ամոթ է, դա ամոթ է։ Արտակ ջան, ես այդ էֆիրներում ասել եմ, մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ որ ջութակահարին ասենք դոծիկ։ Այ, եղբայր ջան, ջութակահարին ասենք դոծիկ, դպրոցում լավ սովորելը ամոթ էր, չէր կարելի։ Եթե ուսուցիչը, ահա, ու մի հատ ճիշտ է խոսանք, Շարլ Ազնավուր Հայաստանում չէր մեծանա։ Այնքան կբամփեն գլխին կդառնար ոչնչություն։ Ինքը կմեծանար կլներ Չարբախի փոսի Շռլեն։ Այդ է Շռլե, կլներ իր անունը, եղբայր ջան, այս ամեն ինչը բերեց մեզ հասրեց այսօրի։ Կոռուպցիան մեզ մոտ դարձավ ոնց որ գերիշխող գաղափարախոսություն, Գորջան։ Կոռուպցիան դարձավ գերիշխող գաղափարախոսություն եւ սովետի տարիներից սկսած։ Սովետի տարիներից։ Դա անկախ Հայաստանից չի սկսվել։ Չէ, եթե թույլ կտաս Արտակ, ուրեմն սովետի տարիներում տես հետաքրքիր բանը, բայց նույն Էստոնիան սովետի տարիներում եղել է սովետական միության մի հանրապետություն, չէ՞։ Դե կառուցության տենց չէր։ Մեր մոտ կառուցության մենք արեցինք, չէ՞։ Ու հիմա Ժողովուրդ ջան, շատերը ինձանից կնեղանաք, ես գիտեմ, բայց ես մի հատ բան ասեմ։ Տարեն Սերոպիչին ես հիշելու, հա։ Այո։ Ես կռայեցի։ Они слишком хорошо друг друга знали. То, что Կարեն Սերոպովիչ Դեմիրճյան ինքը մի մեծ ինտելիգենտ մարդ էր, մեծ ինտելեկտով։ Անցանք, դա даже հարցի չի դրվում։ Այդ իրոք տենց է։ Բայց նորից եմ կրկնում, Կարեն Սերոպովիչ Դեմիրճյանի ժամանակ ոստիկանները գալի մարդկանց բռնում, տանում ծեծում, ռեզինի մեջով գլխին հագցնում, քացներով ծեծում, որ բանը չլինի, սինյակ չընկնի, ռեզինի բանով էին ծեծում, մեջոկի մեջ էին ծեծում, կաշառքով բաց էին թողում։ Դեմիրճյանի ժամանակ բուհերը ընդունվելը դա մեծ բան էր, կաշառքով էր եւ այլ։ Եկեք դա էլ չմոռանանք։ Էդի սա եկել է սովետից ու մեզանից։ Դա Դեմիրճյանը չի մեղավոր, դա ես եմ մեղավոր, Արտակն է մեղավոր, ու դուք եք մեղավոր։ Ելը մի հատ գլուխ էին գովում իրար դեմ, աշխից դեմ է եղել, Արտակ։ Հիմա 40,000 տվի երեխուս բան մեդիցինսկի ընդունեցի։ Աշխից դեմ է։ Ուսենց էլ են մեկը ախպեր չէ, ես էլ բանը ժող եմ ընդունում, այդքան չեմ զգում, ժողը 5,000 էր, այնվաղ եւ այլև։ Արա ձեր ցավը տան։ Դա եղել է Կարեն Դեմիրճյանի ժամանակ, Ժողովուրդ ջան։ Ամեն մեդալ ունի երկու կողմ։ Ես Կարեն Դեմիրճյանին հարգում եմ, շատ եմ հարգում, բայց при этом ասում եմ այն մինուսները ինչը կար, ինչ եղել է։ Ու իմ տարիքի մարդիկ դա շատ լավ կհիշեն։ Հələ մեկը թոփորձի ասի, որ Կարեն Դեմիրճյանի ժամանակ կաշառք չի եղել։ Տատալնիկ կաշառք էր սախ, բժշկից բռնած, ինստիտուտից, դպրոցից եւ այլ, սախ տեղերը կաշառք էր։ Եղել է չէ, խափում եմ։ Դա եղել է Գորջան եւ քո թույլտվությամբ մի հատ էլ դիտարկում էլի ավելացնեմ, բոլորս այս նոր իշխանություններից 18-ից սկսած, հա, այդ իշխանություններից պահանջում ենք շատ կոշտ միջոցներ ձեռնարկել եւ տենչում ենք տեսնել, հա, այդ կոշտ միջոցները։ Այլավ մի բան sense մտածում ես, էլի, ախր մեր ժողովրդի մեծամասնությանը այդ կոշտ միջոցները կիրառելի են, մեծամասնությանը։ Մենք մինչեւ հիմա ապրում ենք այդ գաղափարներով, հա, հարցը լուծել կաշառքով։ Անուններ չեմ տալի հիմա, մի հատ դեպք պատմեմ, կուսակցական միջոցառումներ եւ իշխող կուսակցության միջոցառումներ եւ քաղաքապետարանից մարդեր ներկա։ Մի խոսքով ես հարց տվեցի այդ մարդուն, ասեցի ինչ կասես քաղաքապետարանում կոռուպցիայի վերաբերյալ։ Նորից եմ ասում, անուններ չեմ տալիս հիմա։ Դե այդ մարդու հետ տարիներ շարունակ էլի իրար ճանաչում ենք, ինքը ծիծաղեց, ասեց, ես ասեց մենակ մի բան կարամ ասեմ, մի հատ դեպք պատմեմ։ Ու պատմեց։ Ասում եկել էր մեկը ինչ որ մի հատ խնդիր ուներ, օրենքի սահմաններում էր խնդիրը, հա, ուղղակի ձգձգվում էր, խնդրեց աջակցել, որ իր խնդիրը մի քիչ արագ լուծվի։ Դե ինքը դիմել է ավականու մի քանի անդամի, միանգամից։ Ասում ենք մեր հերթին այդ հարցը վերահասցեավորեցինք, ոնց որ պետքա դրանով զբաղվել։ Արդյոք չեղավ։ Հետո ասում է այդ նույն մարդը, որ դիմել էր, մեզ տեղեկացրեց, որ կաշառքով այդ հարցը լուծել է։ Այսինքն, անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչները բանավոր ինչ որ խնդրանքով հարցը չեն կարողանում լուծել, հա, բայց կաշառքով հարցը լուծվում է առ այսօր, ընկերներ, առ այսօր վիճակը սա է։ Ցավոք, մեծ ցավով եմ դա ասում։ Ինչի համար եմ սա ասում, էլի, մեր ժողովրդի մեջ սա մտած է։ Եվ մինչև մենք մեր մեջից դա չանենք, մինչև այդ կոռուպցիան չընդունենք որպես այո պետական դավաճանություն, մեր մեկը երկուս չի դառնա։ Մենք միշտ լինելու ենք այս վիճակում, հա։
Պետք է ընդունենք ես իհարկե կաշառքը վերցնողին շատ եմ բանանում փնովում, հա, վատ խոսում, բան, բայց ախր ես էլ եմ մեղավոր, այդ կաշառքը տվողն է։ Մի հատ էլ ես բան կա, ախր դե գիտես, իրար հետ ենք նստել շատ պաշտոնյան մարդկանց հետ բան է, ու մեջտեղ եղել են մարդիկ sense բան են ասել։ Ասում է, «Խի գիտես ինքը չի վեկալում»։ Գողը միշտ մտածում է, որ են էլ է գող։ Ժողովուրդ, ուրեմն sense ահա որ վատ օրինակ բերեմ, բայց եթե մենք նորմալ մարդիկ ես, հա, որ տենում ենք պապիկա մի հատ 5 տարեկան երեխայի հետ, ասում է թորնա, չէ՞։ Ինչ է մտածում պեդոֆիլը։ Ասում է, երեխուն տանում է հեսա բանանի։ Նույնը գողը մտածում է, որ բանը արա պաշտոնի լինեմ ես չգողանամ, այդ է մեր խնդրեմը, էդի ոչ Դեմիրճյանը, չնայած արտակ շատ բան տարօրինակ բան ասեմ, при этом я Դեմիրճյանը очень люблю։ Просто այն ժամանակ էլի բան էր, բայց մենք ենք դա արել։ Հələ նույն Դեմիրճյանի ժամանակ, Լևոնի ժամանակ, Սերժի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, հիմա Նիկոլի ժամանակ, հələ կաշառք չառաջարկեք, հələ որ կաշառք ուզեն, հələ հերը անիծեք դրա համար։ Հələ տեսեք ոնց ամեն ինչը փոխվում։ Սա ազգային մտածելակերպի խնդիր է, Գորջան, մեր մեջ, չգիտեմ, էլի սենց արմատացած է, որ հանցագործությունը բացահայտելը դա ահավոր մի հատ մեծ մեղք է։ Да, դու ինձանից լավ է թեման գիտես, по определенным причинам։ Բայց Ժորժյան, ուրեմն եթե քեզի բան են անում, վատություն անում, եկել են նայես են արել, տունդ են վերցնում ձեռքից, բիզնես են վերցնում, բան են անում, եթե դու գնաս ոստիկանին դիմես, գործ տվող անունդ։ Տունդ գործը երեխեքի թե դուրս մնա, այդ վաղ դու լավ տղա ես, կբամփեն գլխիդ էլ մի հատ ասի լավ տղա ես։ Արա չէ, քու առաջի օգնությունը դա ոստիկանն է, ոչ մի հանցագործ աշխարհ, գողական, դա սուտ է Ժորժյան, այդ աշխարհները չեն աշխատում։ Ես անգամ ձեզ ավելին ասեմ, եթե ասենք ինձ բանը 50,000 ես դիմեցի գողականներին, ոչ թե ոստիկաններին։ Այդ գողականի թափը եթե շերիքից այդ 50,000-ը հետ վերցնի, ինքը ինձ ասել քու պատճառով կրակն ընկա, փող կբերես ինձ կտաս։ Էդի տենցա, ու էդի էլի մեր մեջ մսրած է։ Այ մարդ ունի ձերից եկալում ես, որ գործ տվող չէ բան։ Երեխեքը բոմժ են մնում, причем շատ մոտիկ ընկերն են, քո ադաշնը։ Խապին, քին, բան, տունը տարան, դե հո գործ տվող չէ գնայի ոստիկան։ Դե գործ տվող չէ, 3 երեխու հետ դուրս մնացիր։ Ամենազավեշտալին նա է, Գորջան, որ մարդիկ ուզում են ապրեն ասիական այդ մութ բարքերով, բայց դրա հետ մեկտեղ վայելեն կյանքը ոնց որ օրինակ Գերմանիայում կամ չգիտեմ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում, էլի, հա։ Չհասկանալով որ չկա այդպես բան, սա սրա հետ երբեք չի կարա համատեղվի։ Արգեն, թեման մի հատ ռեսկի փոխեմ, մի հատ թեմա կա։ Ես եմ ուզում ասեմ Ժորժյան, գիտեք մեր աստաֆիրման, որ ինչով եմ զբաղվում եւ այլ, հա, արտակի հետ մենք մի թեմից ենք, բայց մեզանից երկու հոգի էլ կա, որ учредители մեր թեմի եւ այլ։ Ես բոլորից շատ շնորհակալ եմ, ով ինչքանով հնարավորություն ունեցավ օգնել։ Ժորժյան, ասեմ, որ ուղղակի որ հասկանաք, միլիոն չենք աշխատել, даже $10,000 չենք աշխատել, բանը հա, որ օգնություն է եկել։ Չկա տենց բաներ խոսում են, եթե սուտ եմ ասում, налоговая всегда имеет доступ к нам, էլի հա, կարա տեսնի, բաներ չենք ստացել։ Բայց հա, մարդիկ օգնում են, մեկը օգնում էր $5, մեկը օգնում էր ինչ-որ բանով եւ այլն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորին, ով ինչ-որ աջակցել է զենք արտադրելու համար Հայաստանին։ Ու առանձին կասեմ, պարոն Աֆրիկյան, ձեզ առանձին շնորհակալություն, как раз таки Причем մենք ընկեր չէինք, բան չէինք, հա, դու ձեր սիրտը բան արեց, դες անչափ շնորհակալ եմ։ Հա, այդ աջակցությունը շատ պետք էր մեզ այդ ժամանակ, даже այդքան ֆինանսական չէ, ինչքան որ արա մարդիկ ուզում են, մարդկանց սիրտը ցավում է, մարդիկ բան են անում։ Դրա համար ես մեծ շնորհակալություն եմ ձեզ ասում։ Արտակ ջան, провоцирующая тема։ Քանի դու այդ հարցը բարձրացրեցիր, աստայի մասին խոսեցիր, ես իմ կողմից մի երկու բան կասեմ, ու ընթացքի վերաբերյալ մանրամասնություններ չեմ բերի, դե Գորջան, դու մանրամասնությունները գիտես, իսկ բաց եթերի մեջ սա չեմ հնչեցնի, կասեմ մի քիչ քողարկված ձևով, ուրեմն այն գործընթացը, որը որ 23 թվականին սկսվել էր ՌԱԿ-ի հերթական նոր նախագահի հետ, 24 թվականի աշնանը մենք այդ հարցը ոնց որ բերեցինք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն քննարկման։ Այնտեղ եղավ քննարկում, դրանից հետո ՌԱԿ-ում նորից եղավ քննարկում, նորանշանակ արդեն նոր նախագահի հետ։ Եվ
այդ հարցը քննարկեցինք նաև պաշտպանության նախարարությունում։ Չեմ կոնկրետացնում, որ հարցը մի նախագծերից մեկը, լավ տենց ասեմ, ուրեմն ինչ պարզվեց մեր քննարկման արդյունքում, որ այն պարադիգման, այսպես ասած, որով որ մենք շարժվում էինք նախորդ ռակի նախագահի նախագահության ընթացքում, ունի համալրման կարիք։ Այս տեսքով, որ այդ նախագիծը մենք ներկայացրել էինք պաշտպանության նախարարություն քննարկման, ուներ համալրման կարիք։ Եվ մենք այդ աշխատանքները այս տարվա գարնանը, կարելի ասել արդեն հասցրեցինք ավարտին եւ օրերս ունենալու ենք, հույսով եմ, որ ունենալու ենք, նոր քննարկում պաշտպանության նախարարությունում, որից հետո արդեն կստանա համապատասխան ընթացք այդ հերթական նախագիծը։ Ես հասկանում եմ, շատ նենց ընդհանուր ձևերով ասեցի, ոչ մի կոնկրետ բան չասեցի, բայց հավատացեք շատ կուզենայի կոնկրետացնել, որ այս էսենց իսկ էսենց բաց եթերի մեջ ուղղակի չեմ կարող ինձ դա ցույց տալ, Սենց ընդունեք այդ տեսքով, որ ես կարողացա դա ասել։ Ես էլ հայրեներում ժողովրդին ասում Ժորժիա ներողություն իրանք չունեմ ասեմ, բայց կան սենց լավ բաներ, կան սենց բաներ եւ այլն։ Արժան, թույլ տու մի հատ պրովոցիրուющий հարց տամ քեզ։ Ուրեմն մենք իրար հետ ենք անգամ եղել ինտերվյու ենք տվել Factor TV։ Ու կա տղան դեղ Նարեկ, որին ես էլ եմ տվել ինտերվյու, դու էլ ես տվել ինտերվյու։ Քու կարծիքը ինչ եղավ այս տղու հետ։ Այս սենց բաներ ստացվել։ Ես Գորջան սովետի ժամանակ կար մի գիրք հեղինակը լեհեր, կոչվում էր ռուսերեն էր գիրքը, կոչվում էր Непременный скандал։ Եվ այդ գրքի մեջ նկարագրվում էր լրագրողական աշխատանքի այն վարակույրի հետևի կողմը, բայց հենց այդտեղ էր կենտրոնացած բոլոր շարժառիթները եւ բոլոր դրդապատճառները, ինչու են լրագրողները իրենց պահում հենց այսպես, ոչ թե այսպես, ոչ թե այնպես։ Հիմնական միտքը այն, որ ասենք կարմիր թելով անցնող միտքը նա էր, որ լրագրողին պետք է ուշադրություն գրավել։ Եվ դա ավելի արդիականացավ այսօր, երբ որ համացանցը դարել է զանգվածային լրատվամիջոցի հիմնական տարածման ցանցը։ Ընդունված է։ Լրագրողին պետք է ուշադրություն գրավել եւ նա այդ տանում է ամեն գնով։ Այն բոլորդ երևի տեսել եք ամպագորգոր այն վերնագրերը, օրինակ Պուգաչովը попало под машину։ Բացում ես, կարդում ես նորությունը, դա ես պատմում 90-ականների բան դեռ, Բացում ես նորությունը կարդում ես, տեսնում ես, որ Պուգաչովը ազգանունով, ինչ որ 60 քանի տարեկան մի կին, Չելյաբինսկում, ինչ որ միտեղ, անգել է մեքենայի տակ, բայց Ալլա Բարիսովնա Պուգաչովայի դա բացարձակապես ոչ մի կապ չունի, բայց վերնագրի համար դա էական է, Պուգաչովը попало под машину։ Այ դա եմ ուզում ասեմ։ Դու այն մարդն ես, որը գիտես լավ ժուրնալիստների, որ էտալոն ժուրնալիստիկի։ Ասենք ես ասեմ Լարի Կինգ, դու շարունակի։ Ես կառաջարկեմ Օպրա Վինֆրի։ Հիմա դու տենց էլ չէ կարելի այդ բարձունքին բարձրանալ, դրան հասնել, որ ոչ թե սկանդալ, մոտիկանում են քաղաքում են 4-5 հոգի են բանին զզվանքների ղրգել են Ժորժիա ներողություն այդ բառի համար, բայց զզվանք են դրանք։ Մոտիկանում է քաղաք, ասում ո՞նց եք վերաբերվում, որ Նիկոլը հողերի ծախել է։ Յա։ Ու հարցնել նենց են դնում ակար։ Բայց կարելի է լինել Լարի Կինգ, չէ։ Գորջան, նու նախ այդ հարցադրման պահով ոնց որ մարդուն հարցնում են դու առավոտները լիտրերով կոնյակ խմելը արդեն իսկ դադարեցրել ես թե դեռ ոչ հիմա մարդը որ պատասխանի այո դադարեցրել եմ կամ ոչ չեմ դադարեցրել երկու դեպքում էլ այս մարդը մի հատ հայվանի կերպարում է էլի հանդես գնում լիտրերով առավոտը կոնյակ խմի միանշանակ դա արդեն չի քննարկվում էլի ոնց որ հիմա այս քո բերած հարցադրման այդ ձևը Հենց այնա որ փաստորեն այս հանգամանքը չի քննարկվում, ընդունում ենք որ այս մարդը բանման է հանձնել ինչ որ հողա թե ինչա Բրազիլիայում բանից բարձվում է առանձնատուն ունի բան այ մարդ գոնե լավ էլի մի քիչ ֆելքի մոտ բան ասեմ Գորջան դրան ես մի հատ ուրիշ բան ավելացնեմ էլի որը ոնց ասեմ աչքս ծակեց անկեղծ ասած երբ որ Տիգրան Մանսուրյանին որը Ինչ ասեմ, էլի շատ արժանինքներ ունի։ Շատ լավ օրինակ է, հիմա սիրտը ցաված են իսպանսկի ստիպ։ Չէ, եղբայր, ես տեղ Մադրիդում նայում էի, գետին էի մտնում ամոթից։ Այ ապրես, եղբայր ջան, այսպես կոչված ճակերտավոր լրագրողները Մանսուրյանին ուրեմն նախատում են, ասում են, դու ինչի՞ չես քննադատում իշխանությունը, ու ախր չէ նախատելու ձև էլ կա, էլի, այս մարդիկ կռիվ են անում հետը։ Հիմա Այդ 80 անց մարդա, վաստակավոր մարդա, ինտելիգենտ մարդա, դուք ձեր բոշահալով, այդպես երեք մեկ այսօր երկու եսին որ սարից փախել եք մի կերպ,
ոտաբուբիկ, տարեխներով եկե հասել եք այստեղ ժուրնալիստիկայի են անտեր մնացած ֆակուլտետն եք ավարտել մեր անտեր մնացած համալսարանի, որ այդտենց կադրեր է էլի թողարկում, հա, ու հենց համարում եք, որ դուք իրավասու եք Մասուրյանի այդտենց, այն բար դուք Մասուրյանին հերվից նայելու շատ իրավունք ունեք, այնքան հացու պանիր գտնում։ Ես ձեզ ասեմ, շատերը գիտեն, ով չգիտի, որ Արտակը կակրած այդ ոլորտից է, ինքը դասավանդել է բանում, համալսարանում, գիտի ինչի մասին է խոսում։ Գորջան, մի ուրիշ ձևի վրդովմունքեր առաջացնում էլի, այդ չկայացած մասսան, փորձում է կամ ինքնա հաստատվի, կամ իրանց մասնագիտության մեջ իբր կայանա այդ ձևով, այնա դուք գոնե մի հատ ձեզ հաշիվ տվեք, դուք ում հետ եք խոսում, այդքան հաց ու պանիր աշխարհում չկա, էլի, որ դուք այդքանը գոնե ուտեք ու հասնեք էլի այդ մակարդակին, որ կարողանաք իր հետ այդպես խոսել։ Բրավո։ Արտակ ջան, քու բառերը ցավոք քու ասած բառերը ճիշտ դուս եկան, որ դու ասեցիր, որ հիմա Ղարաբաղից այսքան ժողովուրդ է գալու, Քոչարյանը իր բանը ժողովուրդը հավաքելու է ավելի շատ է դառնալու։ Հիմա ես Ժողովուրդ ջան, ինքս մի հատ էլ ասեմ, ես մի երկու էֆիր առաջ շատ բան վրդոված էի խոսում Ղարաբաղցիների մասին, բայց բոլոր Ղարաբաղցիների մասին չէ, մի բան հասկացեք։ Այն Ղարաբաղցին, որը Հայաստանը ասում է դա իմ հայրենիքն է, ես Ղարաբաղցի եմ իր հետ։ Ես Երևան տղա եմ, ոչ մի բան չունեմ, մի կաթիլ առում Ղարաբաղ, բայց ես իր հետ Ղարաբաղցի եմ։ Այն Ղարաբաղցին, որ ասում է փողս տվեք, ես քին եմ Ռուսաստան, չէ, դու արտաքսի չես, դու Ղարաբաղցի ես ու դու քին ես։ Ու այդ եկածը ավելի շատացավ Քոչարյանի այդ բաները էլի, լրագրողները, ես ինչ է ժողովուրդը, որ հավաքվավ եւ այլ։ Այդ ցավը դրա մեջ է։ Գորջան, ես իմ կողմից ավելացնեմ 30 տարուց ավել ես ընկերություն եմ անում Ղարաբաղցիների հետ, որոնք այ ոնց որ դու ճիշտ ասացիր, իրանք արցախցի են, շատ ինտելիգենտ ժողովուրդ, ես կարամ անգամ հնչեցնեմ, դա իսրայելյանների ընտանիքն է, իրանց հետ ընկերություն անել ինձ համար պատիվ է, այդ ընտանիքի ավագը Ռուդոլֆ Իսրայելյանը շատ հայտնի գիտնական, արտասահմանում հայտնի գիտնական, հա, բարձր գիտական աստիճան, ամեն ինչ եկա։ Մարդկանց հետ խոսում ես, իրանք Ստեփանակերտից են, իրանց հետ խոսում ես, հաճույք ես ստանում։ Ու դրա հետ մեկտեղ, մենք տեսնում ենք այդ օրինակը, որ դու բերեցիր, այն փողը տվեք, ես քինամ Ռուսաստան, այգու հոգում մեռնեմ, քո փողը տանք, դու փող ունես ըստեղ, որը որ մենք պետքա տանք, հա, դու չես ասում։ Չգիտեի, որ բանը իրանք ինձ պարտով փող են տվել։ Հիմա բան եմ, Երևան լեզվով ասեմ, ու տալիք եմ, փողը հետ է ուզում։ Այս հավը տան, ես քեզ պարկ եմ։ Լսի, ես ավելին ասեմ։ Տասնյակ տարիներ շարունակ իմ գրպանից, քո գրպանից, մեր բոլորի գրպանից Հայաստանը ֆինանսավորում էր Արցախը, պահում էր Արցախը։ Եղբայր, Հայաստանին էլ փողը երկնքից չէր ընկնում։ Դա մեր վճարած հարկերի հաշվին էր հարվում, հա։ Լավ, այդ սա ընդունեցինք։ Չընդունեցինք այն հանգամանքը, որ այդ փողի մեծ մասը այնտեղ գողացվում էր, այն հանցավոր խունտայի կողմից, հա, որի վառ ներկայացուցիչներն էին իդեպ նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանը, ես իմ Բակո Սահակյան, Զիր Ձիբիլեսկո, մենք էլ չեմ ուզում թվարկեմ, հա, այդ անունները տամ։ Լավ, այդ էլ անցավ։ Հիմա այս մարդիկ եկան հասան ըստեղ։ Իրանց երկրում են, իրանց հողի վրա են, իրանց ոչ ոք չի ասի, ի տարբերություն Ռուսաստանի, դե չուրկը, աչք դու ձելիշ։ Ոչ ոք իրանց դա այստեղ չի ասի, սա իրանց հայրենիքն է, սա իրանց տունն է։ Այո, իրան հենց այդ է, որ քանի անգամ եմ ասել Աջան, որ Ղարաբաղցիները մեր աղբերները չեն, Ղարաբաղցին էդի մենք ենք։ Մեր քեսն է, էլի, հա։ Իմ աղբերը Աստորինա, Եզնա, Հույնա եւ այլ, Ղարաբաղցին աղբերը չի, ես Ղարաբաղցի եմ, ինքն էլ հայ է։ Մենք նույն հա, միանշանակ Գորջան, բայց արի ու տես, որ գտնվում են սադրիչներ, ուրիշ ձև չեմ կարա անվանեմ, հա, սադրիչներ, որոնք փորձում են այդ սեպը խրել ու լավ էլ ստացվում, հա, այդ էլ ասեմ, մոտները շատ էլ լավ ստացվում, հա, այդ սեպը խրել Հայաստանի բնակչության եւ Արցախից բռնի տեղահանված բնակչության միջև։ Այ մարդ, մենք կիսելու բան չունենք, մենք պետք է միասին փորձենք այդ 120,000-ը, որ եկել է անդերից, ես ցավում եմ, որ Արցախը հայաթափվեց, ու մի կողմից էլ ես ուրախ եմ, որ այդքան մեր բնակչությունը ավելացավ, միասին շենացնենք, կառուցենք այս Հայաստանը, բայց արի ու տես, որ ստացվում է սեպ խրել։ Դրա հետ մեկտեղ Գորջան, այս վերջերս վերջապես արցախցիների մեջ այդ առողջ շարժումը ծագում ունեցավ, հա, ծագում ապրեց։ Տեսար, դե ես դրան մեկնաբանություն չեմ տա, այ հիմա ես մեկնաբանությունը թողնեմ քեզ, իմ կողմից ասեմ, որ
Այն ոնց որ ուսերիցս մի հատ սարն գնել, որ չէ, այ մարդ կա էլի, այդ առողջ կորիզը կա։ Հիմա քո մեկնաբանությունը արա, Գորջան։ Ուրեմն ես էլ դու էլ համոզված էինք Արտակ ջան, որ արցախցիների մեջ կան տենց մարդիկ։ Տեսել ենք, իրար հետ Արցախում քանի անգամ եղանք եւ այլ, ամեն ինչ տեսել ենք, բայց որ ծպտուն չէին հանում, արդեն sense ցավեր, արածնես նյուժելի, բայց չէ, դուս եկավ, մենակ իմ էֆիրը չի եղել, Ժողովուրդ ջան, մարդիկային էֆիր էին մտնում, բան խոսեցին, հա, ու արցախցիները մտան, բանով, էֆիրում խոսում էին, բան ունենում, այն մի հատ այլ տղա կար, որ մտավ ասեց Հայաստանի մի համար այնքան բան ասե, այն տատիկ մի հատ կար, փախի ժամանակ, որ ասեց Հայաստանը մեր բանն է, հիշում ես այդ տատիկին, հա, շատ լավ, ու շատ մարդիկ, արա ձեր ցավը տանեմ, իմն եք, իմ հայն եք, թա ես Երևանցի եմ, դուք Արցախցի եք, էլ իմ հայն եք, այ տենց եղեք, տղեկ, վերջինս տվել եմ ձեզ, ու էլի կտամ։ Ես շատ բաներ չեմ խորանում, Ժողովուրդ ջան, Արտակ Ղուկասյանը գիտի, որ ես եկել էի Հայաստան, ինչքան է օգնություն, այսինքն քանվել էի, չէ պատկերացնում իմ ֆինանսական վիճակը։ Սաղ այդ օգնություններ գնում։ Արա բայց ասես սրանց եմ տվել, դուս եկավ չէ, լավ էլ ճիշտ եմ տվել, որովհետև մեջները այն արտակարգ մարդիկային ձեր ցավը տանեմ, լավ եմ արել, մի հատ էլ կանեմ։ Այդ տենց եղեք։ Ես իմ կողմից ավելացնեմ, երբ որ այդ բռնի տեղահանումը սկսվեց, առավոտ շուտ, գորը առավոտ շուտ ինձ շատ հազվադեպ ասանքում, որտեղ առավոտ շուտ ինքը չի զարթնում, առավոտ շուտ ցանկեց օգնություն տանենք։ Ասում եմ, եղբայր, ուր տանենք։ Դե ասում եմ, այս Արցախից տեղահանվածներին, ասում եմ, գոր, Արցախ մենք չենք գա։ Չի ասում, տանենք այ այն կետը, որտեղ որ իրանք հատում են սահմանը, գալիս են այս կողմ։ Տարանք ու ճիշտ է, մեզ չթողեցին կանգնենք այդ կետում, հենց անմիջապես, բայց դե բնականաբար օգնությունը տեղ հասավ եւ ես պատկերացնում եմ ինչքան հոգեհարազատ ու ջերմ է այդ խեղճ տեղահանված մարդու համար, մի հատ վերացական էլի կերպար վերցնենք, որը մի կերպ հասել աստեղ ու չգիտի հլստե ինքը ինչա տեսնելու ու տեսնում է այդ ջերմ ընդունելությունը, այդ մասնակցությունը, այդ ինչ ասեմ էլի սրտաբացությունը, որով բացի մեզանից էլի շատ մարդիկ էին, գիտես, մենակ գորը չէր, Արգյան, շատ լավ հիշում ես։ ԱԱԾ-ի տղեկն էին։ Մեր տարածքի կաթիլ էր, ինչքան մարդեր գնացել այնտեղ օգնությունով։ Այն մարդու հետ այն Mercedes-ով, որ ճանապարհին կռի վերել եմ, ինքն էր օգնություն տարել։ Այնտեղ բանը կոպիտ խոսակցություն մի քիչ եղավ, բան խառնեց, в общем, եւ այլ, то есть էդի գորը չէր, ամբողջ Հայաստանը sense կանգնած էր, օգնում էր արցախցիներին։ Այ մեր հայերի ցավը դրա համար տան Ժողովուրդ ջան, ով ասում է հայ լավն է, վատն է, բան է, հայրը գիտես ինչ է, չէ Ժողովուրդ ջան, ես տեսել եմ հայերին այն ցաներ ժամանակ։ Մեզնից լավը չկա։ Ես տեսա այնտեղ հայերը ոնց են գնում։ Ու սա ով գնում էին, ինչ անում էին, ով չէր կարող գնալ, ինչ որ բանով օգնում էր արց։ Ես ձեր ցավը տանեմ։ Հա, դա մեր արցախցիներն են։ Իրանց օգնեցինք, իրանց ցավը ես տանեմ։ Թե արցախցիների, թե իրանց բոլոր օգնողների ցավը տանեմ։ Բայց փոխ ստեք ես քինամ, տղա ջան, առանց փոխ անես կացով կտամ կքինաս էլ չես գա։ Այդ տրամադրությունները Գորջան կողքից էլ հրահրվում են։ Այս վերջերս ես նայում եմ զանգվածային լրատվամիջոցները, սոցցանցերը հատկապես անդադար ու անընդմեջ այս տագնապալի տրամադրություններն են հրահրվում։ Սենց մի հատ ալարմիզմ է ընթանում, որ ամեն մեկը ինչ որ բանի կոչ է անում, ինչ որ բանից անհանգստանում է, ինչ որ մեկին Մակրոնին են քննադատում, որ իմացար ամսի 24-ին ինքը չգրեց իր էջում, ցեղասպան, չէ, իր էջում գրեց, բայց այ իր պաշտոնական էջում իմացար չգրեց ցեղասպանության մասին ու մարդիկ լուրջ դեպքով քննադատում են Մակրոնին, որը այսօր ես չգիտեմ, աշխարհում կա մեկը, որ ավելի շատ բան է անում Հայաստանի համար, քան Մակրոնը։ Մարդիկ լուրջ դեպքով քննադատում են Մակրոնին։ Կներես, ես էլ ավելացնեմ Գորջան, ամսի 24-ին Եղեռնի այդ հուշահամալիրի մոտ դե ոստիկանները պատնեշ էին դրել, ինչ որ միտեղից ներս չէ որոշ մուտքերը, հա, փակել էին, բայց կար բաց մուտք նաև։ Հիմա մի կին կանգնել է, տեսագրությունն եմ տեսել։ Մի կին կանգնել է այս ոստիկանների հետ, հիմա լեզվակռիվ է տալիս, չէ, ես պետք է ստեղից մտնեմ։ Որտեղից, այս ամենը որտեղից։ Ես տեսնում եմ, որ այս տրամադրությունները հրահրվում են եւ հիմնականում մեր հյուսիսային վաղեմի, չգիտեմ, ռազմավարական գործընկեր ասեմ, վաղեմի դուշման ու թշնամի ասեմ, ինչ ասեմ, հա, այս ամեն ինչը Կրեմլի կողմից հրահրվում է։ Հա, էդ էլ բան չասեցի, ըստեղ էլ լավ օգնություն ունեն այդ ուժերը, չգիտեմ, հանձինս Բևեռա դաշնակցությանը, օրինակ, որը պրինցիպի արդեն այդպես էլի համաձուլվել է այդ մի մարմինա դարել։ Հանձինս այն ռուսամետ բլոգերների, որոնք անընդմեջ ինչ որ ալարմիզմ են հրահրում, ինչ որ մի հատ քննադատություն պարտադիր պետք է գրեն։ Ես ես մի բան ասեմ, էլի հարգելիներս,
երբ որ դուք տեսնում եք, որ ռուսամետ բլոգերը քննադատում է, Հայաստանը կլինի, իշխանությունները կլինի, պարզապես անտեսեք դա։ Բլոգ կանեք, ինչ կանեք, ձեր գործն է, պարզապես անտեսեք։ Կան մի շարք Ռուսաստանում բնակվող հայեր, որոնք օբյեկտիվ ինչ-որ բան կգրեն, քննադատություններ կգրեն, հա, դրականի մասին դրական կգրեն, բայց կան բլոգերներ, տեսեք, ես շեշտում եմ, ոչ թե Facebook-ի օգտատերեր, այլ բլոգերներ կոնկրետ, որոնց կողմից sense հոսք է գնում, եւ այդ հոսքը ունի շատ կոնկրետ ուղղվածություն, շատ կոնկրետ։ Շատերը իմիջիալուց մի բան էլ ասեմ, ադրբեջանական շատ օգտատերեր ռելոկանտների անվան տակ, ստեղ ասենք գրանցում են ինչ-որ մի հատ account, հա, ռելոկանտի անվան տակ, գրում են Հայաստանի մասին ռելոկանտի անվան տակ։ Ռելոկանտ ենք ասում, չնայած դա գաստարբայտերներն են, չգիտեմ, իրանք իրաց ռելոկանտ են կոչել, լավ, իրաց ցավնել են դիտամներ։ Եվ այդ ադրբեջանցի մի բան գրեց, միանգամից մերոնք սկսում են վիճաբանել, ընկերներ, ադրբեջանցի բլոգերների հետ մի վիճեք, բլոկավորեք պարզապես, մի վիճեք, դուք իրանց համար լսարան եք ստեղծում, հասկանում եք։ Այդ թեժ քննարկումները, որ սկսում եք, չէ, մենք Հնդկաստանից չենք եկել, մենք ցիգանների հետ կապ չենք, այմար դուք լուրջ քննարկում եք, մենք Հնդկաստանից ենք եկել, թե չէ, ցիգանների հետ, գնչուների հետ կապ ունենք, թե չէ, լուրջ դա քննարկում եք ադրբեջանցու հետ։ Ես ձեր ցավը տանեմ, էլի, հա։ Հետո էլ զարմանում ենք, ասում ենք, մենք տեղեկատվական պատերազմ տանուլ եք տալի։ Դե տանուլ եք տալի, որտեվ էս է մեր վիճակը, հա։ Կդնենք ինչ-որ մի հատ լուրջ կսկսենք քննարկել, դադիվանքը խոսքի բանը հայկականա թե ալբանականա։ Այ ձեր ցավը տանեմ, չեղավ։ Դե Արգեն, դա թեման է, որ ասում եմ բանը ոնց որ ինձ բանը դաշնատերը որ գրել գեյ պրոպագանդայով Իսպանիայից Հայաստան զենք աբերում հիմա ոնց որ ես ասեմ հետերը բան չէ գիտես ես գեյ արա դու ջարա ես քոտինս տել բան կամ գեյ պրոպագանդայով ոնց են զենք բերում չէ իմանանք կամլից դե դինը իսկ բանը ասած Արգեն ուրեմն քո ասածին ավելացնեմ Ժորժան բոլորդ երևի կհասկանաք sense մի հատ էլեմենտար փսիխոլոգիական բան Ցանկացած մարդ, եթե օրը $100 իրան տամ, 30 օր պատրյատ, 31-րդ օրը ես չտամ $100, ամենավատ մարդը ես եմ դուրս գալու։ Ուրիշը ոչ բան չի տվել, ես մի ամիս տվել եմ, 30 օր տվել եմ, բայց մի օր չտվեցի։ Ախր հենց այդ մարդկանց մենք սովորացրել ենք, որ մենք տալիս ենք, հետո դրուկ չենք տալիս։ Նույն Ղարաբաղցիների մասին է խոսքը, որ եկան 2 տարի պահեցին, եկան գումար եկան բան։ Հետո դուք չես տալի, ամենավատ մարդը դու ես աշխարհում։ Նույնը Մակրոնի մոմենտով։ Այն այդքան բան արեց, հա, այս անգամ չդրեց օֆիցիալն իր էջում։ Всё, Մակրոնը ամենավատը մարդը դառավ մեր համար։ Դա человеческая психология։ Դա չի կարելի։ Դրան ավելացնեմ Գորջան, նման քննարկումներ, ես համոզվել, հիմա անուններ չեմ տալի, կարամ տամ անուններներ, չեմ ուզում հիմա անունները տամ ռուսական պրոֆիլներով, հայկական պրոֆիլներով, account-ներով, հա, սա ադրբեջանցիների կողմից կազմակերպված տեղեկատվական պատերազմ է։ Մենք էլ այդ կուտը հավի նման վրազ ուտում ենք, միանում ենք այդ բաներին, քննադատություններին, այո, քննադատում ենք, մեր իշխանությունը քննադատում ենք, ասում ենք Վարդանիկը դառավ Գյումրու քաղաքապետ, եղբայր Ամերիկայում Վարդանիկը դառավ նախագահ, Ամերիկայի նախագահ դառավ Վարդանիկը։ Հետո այո, կոնկրետ Վարդանիկը դառավ Ամերիկայում նախագահ, ախպեջան։ Լինում է, երբ որ ընտրազանգվածը իրան պահում է այդտենց, հիմա Գյումրիում ընտրազանգվածը իրան պահեց այ, ասեց, ունեցանք այս արդյունքը, հա։ Այս ալարմիզմը ընկերներ ուղղված է նրան, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը անկայունացնի։ Մեր փրկությունը ես համոզված եմ դրանում, մեր փրկությունը կայունության մեջ է։ Ինչքան կարողանանք կայունացնենք Հայաստանի ներքաղաքական վիճակը։ Մեզ պետք են երաշխիքներ, որ են մղձավանջը, որը 10 տարի առաջ էր, հա, եւ դրանից առաջ, էլ հետ չի գա։ Այդ երաշխիքը ունենալով հանդերձ, մենք ստեղից տեղ չենք գնա, մենք կմնանք ստեղ։ Այդ երաշխիքն է մեզ պետք, էլի բոլորիս։ Այ հենց այդ բառերից ուզում եմ ասեմ, Արտակ ջան։ Մենք տեղից էլ տեղ չենք գնա, որովհետեւ մենք մի քանի անգամ արդեն գնացել ենք։ Էլ մենք չենք գնա։ Во-первых, մենք տեղ չունենք գնալու, во-вторых, չենք գնալու։ Ու ռազմաարդյունաբերության մասին ես խոսք է տվել, որ քո հետ մի քանի բառ խոսալու ենք, Ժողովուրդ ջան։ Հնդկաստանի հրթիռների մասին, որը Հայաստանը գնում է Հնդկաստանից։ Ժողովուրդ ջան, Հնդկաստանի օգնությունը շատ մեծ է։ Դուք մի մտածեք, որ պետությունը sense բան է, որ ուր ուզենա գնում է, փող ունես, կարող ես զենք առնես։ Չէ, չեն տա։ Ապորտեք Ամերիկայից մի հատ Abrams առեք, կամ F-35 առեք։ Բաց առնում է, ուզում ես 10 միլիարդ դիտեմ։ Հազար ներողություն Գորջան, որ միջամտում եմ, փորձեք Ամերիկայից մի հատ էլեկտրոնային դետալ առնել, որը որ կրկնակի նշանակության է։
տեսեք ստացի թե չէ 1000 ներողություն Դա մեր ցավոք թեման է մեր ֆիրմայի ցավ թեման, որովհետև բանը մի հատ դետալ է պետք առնել, վայ Ջորջ, նա դժոխք ենք անում։ Այսինքն ենք անում, հա, ոչ թե սենց որ չերես եւ այլ։ Այո, то есть եթե մի պետություն կա, որ մեզ զենքը վաճառում է, դա Հնդկաստանն է, հա։ Հիմա Ֆրանսիան էլ արդեն վաճառում, մի քիչ Ֆրանսիան ավելի թեթև բաներ է վաճառում։ Բայց Հնդկաստանը մեզ սկսել է զենք վաճառել, ու զենք շատ հզոր զենք։ Դա չմոռանանք։ То есть իրանց հրթիռները, որ մենք ստանում ենք, իսկ Ուկրաինայի պատերազմը մեզ շատ բաների օրինակ է, չէ՞ բերում։ То есть մի բանը թեորիայով սովորենք, Ժորժ ջան, բանը, պատերազմ ոնց պետք է անենք։ Այնտեղ մենք տենում ենք կոնկրետ պրակտիկան։ Ինչ անցավ, ինչի չի անցնում, ինչը անցնում էր, ինչ արդեն չի անցնում։ Հա, եւ այլն։ Հիմա Հնդկաստանը այդ զենքերը մեզ տալիս է ու վաճառում է ու փարկասու։ Էլ եմ կրկնում, որովհետև այդ վաճառելը փողով ձեռներս սաղ աշխարհով ֆռում են, որ մի հատ sense փոչուր դիտալապետ, փողը ձեռներս սաղ աշխարհով ֆռում չեն տալիս։ Իրանք չունեն։ Հնդկաստանը այդ զենքը Հայաստանի Հանրապետության տալիս է։ Դրա համար իրանց մերսի։ Ու հա, այս թեմային վերջի էֆիրում է ասել հիմա էլ։ Հիմա Հնդկաստան-Պակիստան բան է եղել, իսպաներեն ասում են չոք են հարաբերությունները։ Հա, մենք գոնե ինֆորմացիոնի պատժ կա Հնդկաստանի պետք է անենք։ Մեր արգործ նախարարն է, վարչապետն է, ստատիստիկայի на уровне վարչապետը։ Հնդկաստանին լրիվ աջակցեին, չէ՞, բան ասենք, որ մենք ձեր կողքին։ Մենք Հնդկաստանին Ժորժ ջան, ոչ մի բանով չեն կարող օգնենք, դամ շատ տարբեր ուժեր ենք մենք։ Հնդկաստանը այնտեղ է, մենք ստեղ ենք։ Հնդիկներին տեսնին եք, Երևանում որ բան են աշխատում, առաջ քիչ են աշխատում։ Հնդկաստանը սուպեր մощный երկիր է։ Թե բանով իր ռազմարդյունաբերությունով, թե բանակով, թե միջուկային երկիր է, մի հատ էլ էդ ասեմ։ Ու այդ Հնդկաստանը հա մեր վարչապետը կարող է խոսել, չէ՞, այդ բանի մասին։ Նա շնորհակալություն ասել, աջակցություն ասել այս Պակիստանի դեմ, այս ինչը որ սկսում է։ Դա այսօր էֆիրում խոսեցինք, մի հատ էլ ասեմ։ Ուրեմն 100 միլիոնով Թուրքիա կա, 9 միլիոնանոց Իսրայել կա։ Իսրայելն էլ Հայաստանից տարածքով երկու անգամ փոքր։ Ժորժ էլ եմ կրկնում, վրա երբ կան Իսրայելը Թուրքիային։ Մենք պետք է դրան հասնենք ռազմարդյունաբերությունով։ Ռազմարդյունաբերություն դա նույն էկոնոմիկան է։ Դա էլ է էկոնոմիկա զարգացնում։ Մենք պետք է դա անենք։ Համաձայն ես թե չէ Արտակյան։ Լիովին համաձայն եմ, իմ կողմից կարող եմ ավելացնել, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ծաղկում ապրեց հենց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ այդ ծաղկման հիմնական շարժառիթը դա ռազմարդյունաբերությունն էր ոչ միայն ասենց ասեմ էլի դա այն արդյունաբերությունն էր որը մատակարարում էր մարտական գործողությունները հա ոսկի ավտոմեքենան չես համարում ռազմարդյունաբերության արգասիկ բայց դա էլ դա զարգացում ապրեց Վիլիսը արտադրում ենք չենք համարում բայց վիլիսը արտադրում ենք Тяжелый металлургия, չենք համարում ռազմարդյունաբերություն ու տանկի производили через тяжелую металлургию։ Հա, ուգնաց։ Հա, ռազմարդյունաբերությունը դա էկոնոմիկայի այն բազային ճյուղերի զարգացումը նշանակում, հա։ Իսկ բազային ճյուղերի զարգացումը իր հետևից բերում է մնացած բոլոր ոլորտների զարգացումը։ Եթե ինչ ասեմ, էլի, եթե մենք ունենանք ստաբիլ խաղաղ, հա, մի քանի տարի, կարծում եմ մենք կտեսնենք ուշ թե շուտ այդ մեխանիզմի գործունեությունը Հայաստանում եւ դրա պտուղները կքաղենք արդեն այսօր ես ասեմ գործներ կհաստատի կամ կշարունակի թվարկումը Հայաստանում կան արդեն տասնյակներ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների 6 տասնյակից ավել Ժողովուրդ ջան ռազմարդյունաբերության ֆիրմեր որոնք տալիս են այսօր արդեն նու կարելի ասել սերիական արտադրանք, հա, սերիական արտադրանք մեր բնականաբար մեր այս իրավիճակից է բխում դա որ սա մեր համար անհրաժեշտություն է դառել մենք լարվածության ստե խնդիրներ ունենք էլի սահմանային գոտիներում եւ այլն մենք ունենք մի հարևան որը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս եւ դա իհարկե չի կարող մեզ չանհանգստացնել այսինքն ինչ որ մեկտեղ մենք հարկադրված ենք այդ ճյուղը զարգացնել դրա հետ մեկտեղ այդ հարկադրված զարգացումը իր հետևից բերում է ընդհանուր տնտեսության զարգացմանը տեսել եք տնտեսական աճի թվերը հա ինչ որ չափով սա պայմանավորված էր Ռուսաստանից գաստարբայտերների մեծ հոսքով, բան չասեցի, որոշ չափով։ Հիմա այդ հոսքը չկա, բայց էլի տնտեսական աճ կա եւ քիչ չի տոկոսը, էդ էլ ասեմ, էլի քիչ չի տոկոսը։ Հա, 12 չի, հոսքի օրինակ 5-ը կամ 6-ը, բայց դա է շատ նորմալ ցուցանիշ է։ Հա, եթե մենք համեմատենք Գերմանիայի հետ, չնայած մեր ստարտը շատ տարբեր է Գերմանիայի հետ,
Հա, բայց եթե Գերմանիայում 0.7% է, մեր մոտ գալիս է 10% էկոնոմիկա։ Դա գալու է ժամանակ, որ մենք հասնենք, չէ՞, աստված տա, Տեր Աստված, աստված տա։ Հա, հələ մինչև դա շատ հեռու է, բայց այդ աճը մենք պետք է նկատենք, մենք հասկանանք, որ Հայաստանը աճում է, ու ռազմաարդյունաբերությունը այդ էկոնոմիկայի մի մաս է, մեծ մաս, որը հարց է լուծում։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս որ սովետական միությունում եղավ հեղափոխությունը, հա, բանը 17 թվին, բան, սա էկոնոմիկան տապալվեց, Գալադայշի, Պավոժը, Կազախստան, Ուկրաինա, Գալադամոր եւ այլն, մի հատ ահավոր վիճակ էր, որ մարդիկ սովից մահանում էին։ Իլի բրատիշկու ելի, ոնց որ այն գրքի մեջ էր գրած, բանը մեմուարների մեջ, ասում եմ, я բրատիշկու ел։ Մարդը փոքր երեխուն մորթում էին, ազդարներ եղություն, sense ահավոր բան եմ ասում, բայց հա, դա եղել է։ Բանը եկում ուտում են, որովհետև բան չկար, հասկանում եք, սովետական էկոնոմիկան ինչը բարձրացրեց, չորնա մետալուրգիա։ Այդ черная металлургия, это Феликс Эдмундович Дзержинский бан արեց։ Через это строятся паровозы, через это строятся танки, соответственно, այն գործարաններն են աշխատում, այն են աշխատում, շախտաներն են աշխատում այդ մետալուրգիան հանել բան։ То есть պետք է մի բան, որը системообразующий բան է, ու ռազմաարդյունաբերությունը այդ բաներից մեկն է։ Ելի եմ կրկնում նայենք Իսրայելի օրինակին։ Через ռազմաարդյունաբերություն իրանց մոտ զարգացավ մեդիցինա, իրանց մոտ զարգացավ շատ բաներ, իրանց մոտ զարգացավ։ Ռազմաարդյունաբերություն ֆունդամենտներ։ Այո, մեր մոտ դա պետք է լինի։ Բացի նրանից, որ դա մեզ է պաշտպանում, մի հատ էլ էկոնոմիկայի բարձրացնում։ И потом, երբ որ մենք զենքը արդեն ունենանք, հիմա ասենք իրան ոչ ես ոչ արտակ իրան չունենք մանրանալ, բան ասել եւ այլ, Ժորժ ջան, հիմա լավ բաներ կա, բանակ մտնում է, բայց հա ժամանակա պետք որ ավելի լավ մտնի, ավելինը մտնի, որ ներողություն բարերից համար, որ մեր վրա հարձակվողը, чтоб տկլոր կամակով ոզնի վրա չհարձակվի։ Շարունակելով այդ թեման, Գորջան, մենք հա Իսրայելին ոնց որ օրինակ ենք բերում, հա։ Իսրայելը երբ որ պայքարում է, ասենք Խամասի դեմ, իրանք պայքարում են։ Ոչ թե Խամասին տրամադրում են, ասենք, մի քանի տասնյակ լրատվամիջոց եւ թույլ տալի իրանք երկրում վարել գաղափարախոսական աշխատանք։ Մենք Հայաստանում ունենք մեր Խամասը, մեր բևեռադաշնակներն են, տեսակ տեսնեք, այս եթերը որ վերջանա, բևեռադաշնակները սկսելու են կոմենտներ գրել, իմաստազուրկ կոմենտներ,